Փոփոխություն շրջանառության մասին հարկի նոր օրենքի կիրարկման մեջ կառավարությունը որոշեց օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը հետաձգել։ Սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններում մեկնարկել է խորհրդային տարիներին ներդրած ավանդների գումարների վերադարձման գործընթացը։ Ընթացիկ տարում կստանան 1930 և 31 թվականներին ծնված քաղաքացիները։ Կենտրոնական բանկը պահանջում է առևտրային բանկերից հիմնադիր կապիտալն հասնել մինչև 30 միլիարդ դրամ։ Խնդրի լուծման միակ ճանապարհը առևտրային բանկերի մեծ մասի համար միաձուլումն է։ Եկեղեցական տոնացույցի համաձայն այսօր առաջավորած Պահքի շաբաթ օրը Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորի տոնն է։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ այն նաև երիտասարդների օրհնության օրն է։ Ազդարարատվականի այս շաբաթվա վերջին թողարկումն է Ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում բարև ձեզ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:14-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և 1 մարդատար ավտոմեքենա։ Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը։ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ։ Տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 գրակոց։ Հայկական առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ քայլերի շնորհիվ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասել են։ Հունվարի 23-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորված զինծառայող
Հովհաննես Ավանեսյանին նախորդին կրկին վիրահատել են, այս մասին պանորամայի մի տեղեկացրել է կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ Վիրահատությունը արվել է երկրորդական բարդություններից խուսափելու և տեղաշարժվելու համար, որպեսզի թոքն աշխատի։ Հոսպիտալի պետը նաև ավելացրել է, որ չնայած Ավանեսյանի գիտակցությունը տեղն է, բայց վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հստակ հայտարարվել է, լրագրողներին ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորզյուժան։ Նրա խոսքով կառույցը խնդրին չի կարող արձագանքել ռազմական եղանակով։ Դա հակասում է հավաքական անվտանգության խորհրդի կանոնադրությանը, համաձայն որի Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ և ուժի չկիրառման ճանապարհով։ Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի զինուժի վերջին դիվերսիաներն ուղղված են եղել հենց ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի դեմ և որի հետևանքով հայ զինծառայողներ են զոհվել, Բորզյուժանը ասել է. «Մենք խոսում ենք, թե ինչպես ենք տեսնում հետագա զարգացումները, թե մեր կարծիքով ինչպես պետք է լուծել այս խնդիրը քաղաքական մակարդակում։ Եվ ես կարծում եմ, որ սա լուրջ և ծանրակշիռ հայտարարություն է, որն արտացոլում է ոչ միայն Ռուսաստանի դիրքորոշումը»։ Ծանր հրթիռակոծության է ենթարկվել Հալեպի հայաբնակ Ազիզի թաղամասը։ Հրթիռները պատճառել են մարդկային և նյութական մեծ վնասներ։ Վիրավորների թվում կան հայեր։ Մեր հայրենակիցներից Գևորգ Քալաջյանը և երկու դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն ծանր է։ Դուստրերի վիճակը առավել բարվոք է։ Գևորգ Քալաջյանը, ով վիրավորում է ստացել գլխի հատվածում, վիրահատվում է։ Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվար ամսվա ընթացքի նիստում ընդունել է կոմպրոմիս կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է հայոց ցեղասպանությունը և դատապարտում է այդ ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։ Միջնորդագրում նշվում է. այս տարի լրանում է հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Ցեղասպանության, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ 1915-ից 21 թվականներին ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցան հայ ժողովրդի զանգվածային կոտորածներ և արտաքսում, հատկապես երիտթուրքերի վարչակարգի օրոք, ինչի արդյունքում զոհվեցին 1,5 միլիոն հայեր, իսկ մոտ 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը, ստեղծելով հայկական մեծ սփյուռքը։ Նախագիծը փոխանցվել է Միսլաթայի Արարատ ասոցիացիային, Իսպանիայի արտաքին գործերի նախարարին, կոնգրեսում ներկայացված կուսակցական խմբերին, Վալենսիայի խորհրդարանում ներկայացված կուսակցական խմբերին, Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը և Բուրխասոտի
հասարակական կազմակերպությունների։ Մյուս թեմաների մասին հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դժոխք իրավահաջորդ ճանաչված անձինք արդեն ունեն հանրային պաշտպաններ։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հունվարի 30-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ 3 հանրային պաշտպան է տրամադրվում դժոխքների իրավահաջորդների շահերը ներկայացնելու համար։ Հավելենք նաև, որ նշված օրը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իր պաշտոնական էջում գրել էր. «Դժոխքների մերձավոր ազգաններից 5 անձ ճանաչվել է դժոխքի իրավահաջորդ և հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ։ Ավետիսյանների ազգականներին իրենց մասնագիտական օգնություն էին առաջարկել մի շարք փաստաբաններ։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի հետ հունվարի 31-ին Ավետիսյանների ազգականներից մեկն արդեն խոսել է և ցանկություն հայտնել, որ իր շահերը հենց նա ներկայացնի։ Նշենք, որ դժոխքի իրավահաջորդը իրավունք ունի բացի հանրային պաշտպանից նաև փաստաբան ունենալ, այս դեպքում նկատի ունենալով նաև, որ դժոխքի իրավահաջորդները 5-ն են, իսկ նշանակված հանրային պաշտպանները 3-ը։ Դժոխքի իրավահաջորդը իրավունք ունի իրավաբանական օգնության համար դիմելու փաստաբանական ծառայության և իր իրավունքները իրականացնել իրական վարույթում։ Այդ առումով մենք կրկին պատրաստակամ ենք օգնելու այդ ընտանիքին և մեր օգնությունն ենք առաջարկել և նորից առաջարկում ենք Ավետիսյանների ընտանիքից դժոխքի իրավահաջորդ ճանաչված այդ դատավարական կողմին, սակայն ես ճշտել եմ, որ 3 փաստաբանների պալատը Երևանում որոշում է կայացրել հանրային պաշտպան ներգրավելու դժոխքի կողմից։ Եթե ասեմ, որ դժոխք կողմին միշտ չէ, որ տրամադրվում է հանրային պաշտպան, որովհետև հիմնականում հանրային պաշտպանները տրամադրվում են կասկածյալներին, մեղադրյալներին և ամբաստանյալներին, ովքեր ի վիճակի չեն իրենց միջոցներով պաշտպանվելու, սակայն փաստաբանների պալատը որոշում է կայացրել բացառության կարգով 3 հանրային պաշտպաններ տրամադրելու Ավետիսյաններին և 3-ն էլ կլինեն Երևանից հանրային պաշտպանի գրասենյակից, կրկին անվճար իրենց օգնությունը կտրամադրեն Ավետիսյանների դժոխքների իրավահաջորդներին, սակայն դա չի բացառում Ավետիսյանների դժոխքի իրավահաջորդ ճանաչված անձանց այն իրավունքը, որ
իրենք կրկին դիմեն այլ փաստաբանի օգնության, որովհետև օրենքով արգելված չէ, որ անձը ունենա մեկից ավելի փաստաբաններ։ Երեք ես հեռախոսազրույց եմ ունեցել այդ կապակցությամբ կոնկրետ անձանց հետ, ուղղակի այս բանը ես անունները չեմ հիշում, քանի հեռախոսով եմ խոսել, ներկայացան որպես ազգականներ և հայտնեցին, որ ցանկանում են որպեսզի ես իրականացնեմ շահերի պահպանությունը, կոնկրետ իրավաճորձներից որ մեկն է, բան չեմ կարող կոնկրետ հիշել անհավանով, ամենայն դեպս պայմանավորվածություն կա, որ երկու շաբթի պետք է վերջնական հանդիպում լինի և ներգրավեն արդեն քրեական գործով որպես շահերի ներկայացուցիչ։ Գործը կապված սպայն որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել, քանի որ դեռևս ներգրավված չեմ և իրավունք չունեմ այդ կապակցությամբ որևէ բան հայտնելու։ Մեր Մոսկվա եղած ժամանակը ստեղծության օրգանացինք, այդ ժամանակ մեզ դիմեցին ընդեղ մեր գործընկերները, Ռուսաստանի փաստաբանները, ու խելոք բան են ասում, ասում են եթե վերջի վերջո լինելու է թիժ վնասների հատուցման, այդ դատավարությունը ստեղծությամբ կլինի ընդդեմ Ռուսաստանի Դաշնությանը, ոչ թե զորամասի։ Եվ մեզ պետք է մեզ ասելով հայերի սելու այդ ընտանիքին պետք է լինելու Ռուսաստանի փաստաբանների օգնություն նախխոսապետելու հայցեպի ներկայացնենք, ումդեմպի ներկայացնենք այն իրավաբանական անձի դեմ, որը հաստատվում է եղել Պերմիակովը։ Այսպես օրենքը ստեղծության Ռուսաստան Դաշնության պետության դեմ հայտարարվի։ Եթե հիմնավորվեց, որ դա Պերմիակովն է։ Ու դա ես ասեմ, ես չմանրամասնեցի այն ժամանակ օրգաններից հետ ինչի մասին կարող է խոսք գնալ, որովհետև օդի մեջ խոսալ իմաստ չունի, բայց իրենք ասեցին, որ մենք բավական լուրջ հատուցման խնդիր իրենք կարող են բարձրացնել։ Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը պատասխանելով թերթ.am-ի հարցին, թե պատրաստվում բողոքարկելու դատարանի վճիռը, ասել է, թե տուժողներն արդեն այդ հարցով դիմել են իրեն։ Փաստաբանը ասել է, թե ինքն այս հարցի առնչությամբ ունի իր կարծիքը, բայց պարտավոր է որպես տուժողների ներկայացուցիչ հարգել նրանց պահանջը։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը։ Հարցին դեպքորն է լինելու վճռի բողոքարկման պահանջը փաստաբանը ասել է. բողոքարկումը լինելու է պատրի մասով և հայցի մասով, որը դատարանը քննության չի առել։ Վճիռը
հրապարակելիս նշվեց, որ դատարանն առանց քննության է թողնում տուժողների և տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված քաղհայցը։ Դատարանը Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում դատապարտելով 5 տարվա ազատազրկման, ինչպես նաև 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաները և դրոշները։ Ըստ հաղորդագրության Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել է Նոյան Տապանի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հիմնադիր խորհրդարանը հայտնել էր նաև, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, ովքեր պետք է դիմավորեին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցներին։ Ավելի վաղ հիմնադիր խորհրդարանը տեղեկացրել էր, որ Ղարաբաղում փորձում են խափանել իրենց ավտոերթը։ Կառավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտարարել է, որ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել շրջանառության հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը։ Միաժամանակ քննարկումների արդյունքում որոշվել է այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 միլիոն 350,000 դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ, ասել է Հովիկ Աբրահամյանը։ Արտահերթ նիստում գործադիրը քննարկել և հավանություն է տվել շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին։ Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի մասին օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը։ Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել ազգային ժողով։ Վիճահարույց այս օրինագիծը, հիշեցնենք, անցած տարվանից փոքր և միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիաների պատճառ է դարձել։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են այդ ուղղությամբ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, որոնք առնչվում են համակարգի արդիականացմանը, խորքային հորերի վերագործարկմանը, պոմպակայանների վերանորոգմանը և այլն։ Անդրադարձ է կատարվել նաև ռոռոկման ջրի առավել պահանջարկ
ունեցող մարզերի, այդ թվում Արմավիրի մարզում նախատեսվող անհրաժեշտ միջոցառումներին։ Քննարկվել է ռոռոկմանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում, բոլոր հնարավոր խնդիրներին շուտապույտ լուծումներ գտնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը և Կարեն Բոթոյանը այցելել են Տավուշի մարզ։ Ազգային ժողովի փոխնախագահի և պատգամավորների առաջին հանդիպումը Չորաթան գյուղի բնակիչների հետ էր։ 2015 թվականից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները որքանով են թեթևացրել սահմանամերձ համայնքների խնդիրները։ Խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել քննարկելու ցանկացած առաջարկ և միասին գտնելու դրանց լուծման ուղիները։ Կարևորելով սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը, պատգամավորները իրենց խոսքում նշել են, որ առաջիկայում այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից մի խումբ գործարարներ նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերում հիմնել նոր ձեռնարկություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատեղեր։ Չորաթանում խորհրդարանականներն այցելել են օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սպանված պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի ընտանիքին զրուցել երեխաների և հարազատների հետ։ Պատգամավորները եղել են նաև Չինարի գյուղում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են սոցիալական, առողջապահական, կենցաղային և իրավական ոլորտներին։ Որպես սահմանագյուղ, Չինարի բնակիչները խնդրել են, որ պետությունը իրենց որոշակի լրացուցիչ արտոնություններ տրամադրի։ Հարկ վճարողները ծանոթացել են ԵՏՄ անդամակցության բխող օրենսդրական և վարչարարական նորամուծություններին։ Ֆինանսների նախարարությունն իրազեկման հանդիպումներ է կազմակերպել Երևանում և մարզերում։ Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ։ Գործընթացին նախապատրաստվելու համար դեռևս անցած տարեվերջին ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես ընդունվել է մաքսային կարգավորման մասին նոր օրենքը, որն ըստ էության փոխարինում է մաքսային օրենսգրքին։ Հայաստանի և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին նոր օրենքը։ Բացի դրանից, փոփոխություններ են կատարվել ավելացված արժեքի հարկի մասին, ակցիզային հարկի մասին օրենքներում, որոնցով վերանայվել են ներմուծման և արտահանման ընթացակարգերը։ Օրենսդրական
հաստատություններով նախատեսված է, որ ապրանքների ներմուծման դեպքում տնտեսվարողը իր հաշվման վայրի հարկային մարմնին է ներկայացնում երկու հիմնական փաստաթուղթ՝ ներմուծման հարկային հայտարարագիր և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման հայտարարություն։ Այս երկու փաստաթղթերը տնտեսվարողը հարկային մարմնին պետք է ներկայացնի միաժամանակ Հայաստանի տարածքից փաստացի արտահանում կատարելու օրվան հաջորդած 180 օրերի ընթացքում։ Եթե անդամ երկրների ապրանքների արտահանման և այդ երկրներից ապրանքների ներմուծման համար մաքսային ձևակերպումներ չեն կատարվում, եթե անդամ երկրների ապրանքների արտահանման և ներմուծման համար մաքսատուրքեր չեն հաշվարկվում և չեն գրանցվում, ասել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ Արման Պողոսյանը։ Նախկինում ներմուծման գործակների մասով մաքսային վճարները վճարվում էին մաքսային մարմիններին։ Ներկայում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից կատարվող ներմուծումների մասով սկզբունք է վերանայվել, այսինքն այս փոփոխությունը համակարգային նշանակություն ունի և այս դեպքում արդեն մաքսային վճարները բացառությամբ ակցիզային հարկի այն ապրանքների համար, որոնք որ ենթակա են պարտադիր դրոշմավորման, վճարվելու են արդեն հարկային մարմիններին։ Փաստաթղթերը որոշակի առումով կան կայքերում տեղադրված, բայց ամեն դեպքում բացի հաշվի առնելու նաև դրանց ծավալը և ամբողջական չլինելը, այսպիսի հանդիպումների միջոցով մեծ տեղեկատվություն է ստացվում։ Պատասխաններ են, որոնք իրոք հետաքրքրում են, կոնկրետ ինձ որոշ հարցեր են հետաքրքրում, դրանց պատասխանները ստացա։ Ենթադրում ենք, որ ինչ է կատարվելու, բայց ավելի լավ էր կոմպետենտ մարմիններից, մասնագետներից ավելի լավ ճիշտ պատասխաններ ստանալ։ Առևտրային բանկերին կհաջողվի ավելացնել ընդհանուր կապիտալը մինչև 30 միլիարդ դրամ միայն միաձուլման միջոցով, համոզված է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ Արդյունքում Հայաստանում կլինեն միայն խոշոր բանկեր, ու եթե խոշորներից մեկը բախվի խնդիրների, հետևանքն անմիջապես կարտացոլվի ամբողջ բանկային համակարգի, նաև ավելի մեծ թվով հաճախորդների գրպանի վրա։ Տնտեսագետը չի բացառում, որ միաձուլման խոշորացումը կթուլացնի բանկային մրցակցությունը։ Հայաստանում 21 բանկից 16 ունեն ընդհանուր կապիտալի համալրման խնդիր, մնացած 5-ի կապիտալն արդեն գերազանցում է կենտրոնական բանկի պահանջած 30 միլիարդ դրամը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այդուամենայնիվ կարծում է, որ միավորման եղանակը կընտրեն ոչ բոլոր փոքր և միջին բանկերը։ Փաստորեն ստիպել
միաձուլվեն կամ մեծացնեն իրենց կապիտալը, կենտրոնական բանկը ապագա հնարավոր ֆինանսական ճգնաժամի դեպքում մեծ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական համակարգը։ Եթե ի սկզբանե հիմնական գործառույթները բանկի նախ եւ առաջ տնտեսությանը ֆինանսավորել, վարկավորել, նպաստել, ծառայել զարգացման, եթե սա չի իրականացվում, ապա մնացածը զուտ ուղղակի ֆինանսական միջնորդի դերը դառնում է ինքնանպատակ։ Սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններում մեկնարկել է խորհրդային տարիներին ներդրած ավանդների գումարների վերադարձման գործընթացը կառավարության համապատասխան որոշմամբ ավանդների գումարներն ընթացիկ տարում կստանան 1930 և 31 թվականներին ծնված քաղաքացիները։ Խորհրդային տարիներին խնայ բանկերում ներդրած ավանդների գումարները կստանան 84 և 85 տարեկան ծերունիները։ Վերջիններս որպես գործող պարտադիր պայման պետք է ընդգրկված լինեն Փարոզ համակարգում, ունենալով 0-ից բարձր միավորներ։ Բացի անապահովության համակարգում ընդգրկվելուց տարեցավանդատուներից պահանջվում է նաև տեղեկանք բանկից, որից հետո նրանց իրավունք է տրվում փաստորեն հաշվառվելու տրամական ավանդների փոխհատուցման համար։ Եթե նախկինում տարեցները իրենց ՎՏԲ բանկի ներկայացված տեղեկանքը ստանում էին հենց 90 օր հետո ՎՏԲ բանկից, մայիսից հետո հաշվառվածները ստանում են այդ տեղեկանքը մեր մոտից։ Յուրաքանչյուր ամսվա առաջի 10-օրյակին մենք Երևանից ստանում ենք բանկի ներկայացված տեղեկանքները, հեռախոսազանգով հրավիրում ենք տարեցներին մեր մոտ և կատարում ենք հաշվառում։ Փարոզ համակարգում ընդգրկված լինելու պարտադիր պայմանը չի տարածվում ազատամարտիկների վրա, որպես բացառություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկ ճանաչված քաղաքացիները կարող են դիմել սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ և ետ ստանալ խորհրդային տարիներին բանկերին պահտված գումարները։ Բացառություն է կատարվում և միանգամից եթե կա տվյալ արտոնությունից օգտվող ազատամարտիկը, նա կարող է իրեն համար հաշվառվել տրամական ավանդների փոխհատուցումը և եթե ամուսինը մահացած է, նկատի ունենք կնոջը, այսինքն թույլատրվում է կնոջ 50%-ի փոխհատուցման համար։ Ավանդատուներին իրենց հասանելի գումարները կվճարվի դիմում ներկայացնելուց շուրջ 2 ամիս հետո։ Այդ ժամանակահատվածում մասնագետները համապատասխան ուսումնասիրություններ կանցկացնեն
դիմումատուների սոցիալական իրավիճակը պարզելու ուղղությամբ ուսումնասիրում է, թե արդյոք չկան ավտոմեքենայի առկայություն, չկա աշխատողների թաքցված եկամուտի հանգամանք, անհատ ձեռնարկատիրություն, սահմանափակ պատասխանատվությամբ գերության անդամներ եւ այլ այս նման կարգի փաստորեն հարակից բազարներ ենք մենք անում դրանք եթե չկան դրանց արկայությունն է փաստորեն նրանց փոխհատուցումը երկու ամսվա ընթացքում կատարվում է թաքնված եկամուտ կամ բավականություն հայտնաբերելու դեպքում տարեցտատիկ պապիկները կզրկվեն իրենց ավանների գումարներից ընտանիքներում արդյոք կա ավտոմեքենա արդյոք այդ ընտանիքը բարեկեցիկ է արդյոք այդ ընտանիքում կա անձ որը զբաղվում է անհատ ձեռներեցությամբ եթե այդ տվյալները կան մենք տարեցին բացատրում ենք որ նա իրավունք չունի հաշվառվելու փարոս համակարգում եւ ավանդի փոխհատուցումը չի կարող ստանալ մահացած ավանդատուի դեպքում գումարները չեն կարող ստանալ զավակները իրավունքը վերապահված է միայն ամուսնուն կամ կնոջը այն էլ 50%-ի չափով ամուսինը կարող է ստանալ իր մահացած կնոջ կամ հակառակը կինը կարող է եթե նա ծնվել է 1930 կամ 31 թվականին կարող է ստանալ ամուսնու փաստորեն մահացած գումարի 50%-ը նախորդ տարի սոցիալական ծառայություն Գյումրի մեկ ստորաբաժնում հաշվառվել է 140 ավանդատու, որից գումարները ստացել է 136, իսկ Գյումրի 2-ում 180, նրանցից շուրջ 170 է ստացել գումար։ Մյուս ավանդատուներն իրենց խնայողական գումարները կստանան առաջիկայում։ Ալաբաղդասարյան Խաչատուր Գևորգյան Աստարար Եվ զողարկման վերջին երկու լուրը ամեն տարի հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցին առաջավորած Պակի շաբաթ օրը նշում է Սուրբ Սարգիս Զորավարի նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորի տոնը։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի մասնակցում Սուրբ Պատարագին, աղոթելով և խնդրելով Սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնություն։ Տոնի առիթով հունվարի 31-ին Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության հատուկ կարգ։ Երիտասարդների օրհնության կարգը Գյումրիում կատարվել է Սուրբ Սարգիս մատուռում, որտեղ և երիտասարդները ստացել են իրենց օրհնությունը, այդ կերպ փորձելով առավել մոտ գտնվել իրենց բարեխոս Սրբին։ Երիտասարդների օրհնության օրը նաև հռչակված և երիտասարդներն հատկապես
ավելի գեղեցիկ գլոբալից վերաբերմունք ունեն մեր երագահաս, այսինքն արագահաս Սուրբի հանդեպ, ով հասնում է իրեն անունով խնդրողներին, որովհետև իր նահատակության ժամանակ Սուրբը մի աղոտ բարձրացրեց, որոնք խնդրում էր, որպեսզի ով որ իրեն նահատակի իր բարեխոսությունը խնդրի Տերը լսի և կատարի իրենց մուրազի իրենց երազանքը։ Սուրբ Սարգիս Մադրում նաև երիտասարդների օրհնության կարգ կատարեցինք։ Սա էլ մի մասնավոր կարգ է, որի մեջ մենք խնդրում ենք, որ Տեր Աստված իր աստվածային սիրով լեցնի մեր սրտերը միմյանց սիրելու իբրև ժողովրդի իբրև ազգ, իբրև երիտասարդներ։ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնը երիտասարդների օրհնության օրհրճակման առիթով տեղի ունեցած տոնակատարությանը, որը մայրաքաղաքի Պողոսյան պարտեզներում կազմակերպել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այսքանը ծանոթացեք նաև մարզային ամփոփագրում տեղ գտած նյութերին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով հաճելի հանգստյան կիրակի։ Նորություն ՊԳՎ ծրագրի իրականացման գործընթացում փոխվել է վկայագիր ստացող անօթևանների թիվը, մանրամասներին անդրադարձել է Արմենուհի Մինասյանը։ Շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ առևտրականները պայքարեցին դեռևս անցնող տարում։ Շրջանառության նոր օրենքը հարուցեց նաև գյումրեցի առևտրականների զայրույթը, թեմային հետևել է Ալա Բաղդասարյանը։ Հետադարձ հայացք Գյումրու ողբերգությանը անպատասխան հարցեր ու անորոշ հարցականներ ողբերգությունից